Պարոն Ալեքսանյան, համապետական ընտրություններին ինչ արդյունքի եք սպասում դուք, հատկապես հաշվի առնելով այն, որ ընդդիմությունն էլ նշում է, որ իրենք առաջատար են։ Ընդդիմությունը շարունակում է հեքիաթներ պատմել, ու իրենց հեքիաթներին անգամ իրենք չեն հավատում։ Արդյունքը ցույց կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կդրսևորի իր կամքը այս ընտրությունների միջոցով ու այստեղ հարցականներ չեն լինի։ Ինչով եք հիմնավորում, որ հեքիաթներ են դրանք եւ հատկապես այսօր մրցակցային է Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Այդ ի՞նչ է։ Ուժեղ Հայաստան։ Այնքան մրցակցային է, որ առաջատարը երկու բառ չի կարողանում հայերեն խոսա, դա ձեր մրցակցայինի մասին ձեր պատկերացումը։ Տեսել եք այդ մարդը երկու բառ հայերեն խոսա։ Պարոն Ալեքսանյան, նաև այս օրերին հանրության համար բավականին մտահոգիչ է եկեղեցի պետություն հարաբերությունները։ Ինչ եք պլանավորում այս առնչությամբ, ինչ սպասել։ Ճիշտ ասած չգիտեմ դուք այդ որ հանրության հետ եք շփվում, մենք հանրության հետ շատ ենք շփվում ու հանրության համար շատ կարևոր հարցեր կան այդ թվում եւ իրենց սոցիալական վիճակի հետ կապված, իրենց ենթակառուցվածքների հետ կապված, իրենց տարածաշրջանի, իրենց ապրելի։ Երբ եք պատրաստվում վեհարանը, ինչպես դուք եք ասում, վեհարանը վեհապարից ազատելու։ Երբ որ կլինի դրա մասին դուք միանշանակ կիմանաք։ Այժմ ձեզ էլ հայտնի չէ, վարչապետը։ Երբ որ լինի դրա մասին դուք միանշանակ կիմանաք։ Նաև երբ գնացիք դեկտեմբերին էր, երբ գնացիք վեհարան, ձեզ բավականին քիչ քաղաքացիներ էին աջակցում, կհիշեք անպայման։ Ինչով է սա պայմանավորված, նաև երբ գնում եք Հովանավանք, ձեր աջակիցներից ասում էին քաղաքացիների 70%-ը եւ ավելին գալու է վեհարան ձեզ աջակցելու։ Ես իհարկե հասկանում եմ, որ հիմա ընտրությունները անդիմադիր լրատվականները sense բան են անում, փորձում են ներկայացնել թե ընդդիմության հարցումները ինչ որ տենց հիշում եք այն 21 թվի հեքիաթները, որ Քոչարյանը Գելափի հարցումներ էր տպում բան անում, հիշում եք։ Երբ իշխանությունը ասում էր մենք վերադարձնելու ենք Շուշին եւ Հադրութը։ Հիշում եք այդ հարցումները, չէ, իշխանությունը առաջին հերթին ասում էր խաղաղություն ենք բերելու ու բերել այդ խաղաղությունը, բայց հիշում եք այդ հարցումները։ Վերջնական խաղաղության պայմանագրի։ Չէ, հիշում եք այդ հարցումները։ Մենք հիշում ենք, որ իշխանությունը Քոչարյանի հարցումները հիշում եք, թե չեք հիշում։ Իսկ Քոչարյանի հարցումները չեք հիշում։ Հիշում եք, ինչքան էր այնտեղ Քոչարյանի թվերը գրած, ինչքան էր գրած։ Բայց ինչքան էր գրած թվերը կասեք, չէ դուք ասեք, ես ուզում դուք ասեք։ Ինչքան էր այդ հարցումները, որ Քոչարյանը հրապարակում էր իր թվերը ու ինչքան էր մեր թվերը։ Հիշում եք։ Դե չեք հիշում, տեսնում եք, այ դրանից է, որ 5 տարին մեկ չեք հիշում, նախորդ 5 տարի առաջվա տեղում։ Հանրության մոտ հանրությունը թվերը կարող է չհիշել, բայց հանրությունը հիշում է, որ դուք ասում եք Շուշին եւ Հադրութը։ Կներեք, հազար ներողություն խնդրում եմ հանրության անունից մի խոսեք, ամենայն հարգանքով հանրության անունից մի խոսեք, կարող ասեք կան առանձին քաղաքացիներ, կա հասարակության որոշակի հատված, բայց հանրության անունից որպես ընդհանրություն խնդրում եմ մի խոսեք, դա անգամ մենք մեզ թույլ չենք տալիս լինելով քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ստացած քաղաքական ուժ։ Եվ խաղաղության վերջնական հաստատումը երբ սպասենք, հնարավոր է, որ այն գարնանը կլինի։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը նկատի ունեք, հույս ունենք, մենք հույս ունենք մեկ օր շուտ դա անել։ Հույս ունենք այսօր դա անել, վաղը դա։ Հույս ունենք դա անել հնարավորինս արագ ու հնարավոր։ Եվ ինչու է ձգձգում։ Հաճախը որն է, գուցե Ադրբեջանը չի ցանկանում։ Ոչ, մեր այն ինչ մենք ենք տեսնում հիմա, դա այդպես չի, առնվազն։